Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 30։ Իսրայելի բոլոր որդիները տրտնջում էին, թվոց 14:2։ Կան քրիստոնյաներ, որոնք այսօր տրտնջում են, ինչպես տրտնջում էին իսրայելական ճամբարում։ Նրանցից ոմանք, երբ ճիպոտը իջնում էր, զարմացած զայրանում էին. «Ինչու ինձ? Ես ինչ եմ արել, որ ինձ այդպես պատժեն»։ Լսիր իմ տրտնջացող ընկեր, դու ինչ պատճառներ ունես երկնավոր հորից բողոքելու համար։ Նա ինչու պետք է քեզ ավելի լավ վերաբերվի, քան դու արժանի ես։ Մտածիր, թե որքան անհնազանդ էիր դու, իսկ նա ներեց քեզ։ Եթե Աստվածի իմաստությամբ հարկավոր է համարում քեզ պատժել, դու իրավունք չունես դժգոհելու։ Ի վերջո քո պատիժը հավասարազոր չէ քո մեղքերին։ Մտածիր քո սրտում բույն դրած մեղքի մասին և կդադարես կասկածել պատժի անհրաժեշտությանը։ Կշռիր քեզ և կհամոզվես, որ քո ոսկու մեջ քիչ են խառնուրդները։ Ինչու ես կարծում, որ կրակի ջերմաստիճանը չափազանց բարձր է մաքրման համար։ Միթե քո հպարտ ըմբոստ հոգին չի ապացուցում, որ սիրտդ բավականաչափ նվիրված չէ։ Միթե քո տրտունջը չի հասկանում հեզության հոգուն, որը հատուկ է Աստծո զավակներին։ Միթե շտկման կարիք չկա, և եթե այնուամենայնիվ դու բողոքում ես պատժից, նկատի ունեցիր, Աստված դա այդպես չի թողնի։ Խոնարհություն չցուցաբերող զավակներին նա երկրորդ անգամ է պատժում, բայց իմացիր մեկ բան. նա իր սրտե չի ցավեցնում կամ վշտացնում մարդկանց որդիներին։ Նրա բոլոր պատիժներն ուղարկված են սիրով, որպեսզի քեզ մաքրեն ու մոտեցնեն իրեն։ Դրանք կասկած կօգնեն քեզ հնազանդորեն ընդունել պատիժը, եթե դու ընդունակ ես դրանում տեսնելու Աստծո աջը, որովհետև ում Տերը սիրում է, խրատում և ծեծում է ամեն մի զավակի, ում ընդունում է։ Եթե խրատին դիմանանք, Աստված ձեզ հետ կվարվի ինչպես որդիների հետ։ Ոչ էլ տրտնջանք, ինչպես նրանցից ոմանք տրտնջացին և կործանիչի ձեռքով կործանվեցին։